ոնց է գնահատում, ինչի համար են դառնում։ Չեն ուզում մասնակցեն ընտրական պրոցեսներին, անձամբ։ Նիկոլ Փաշինյանը մասնակցությունները բացվել օրինակ ձեր ուժի ախտանաճի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չեք համարել եւ պատամեն չեք մտածելու, մնալու եք լուսանցում։ Ոնց է ձեր բարոյական ինչու է եկածում, որ Հիմա ես ոնց պետք է պատասխանեմ այս բոլորիդ հարցերին։ Դե այս իշխանություններից իհարկե ուրիշ որոշում անհնար էր սպասել, ինչ սպասում ենք այն էլ եղավ։ Մյուս բոլոր չէ լրագրողներ ջան, ձեր բոլոր հարցերին կտրվեն պատասխան։ Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100%։ Իսկ եթե 100 լինի, պատրաստ եք ընդդիմություն աշխատել։ Չի կարա չլինի։ Ոչ մի բանի պատրաստ չենք, միայն առաջ։ Պարոն Կարապետյան, Գործընկերներ մի վարքան աբեկեք գնանք ավելի լավ։ Իշխանության եւ դուք կաք իշխանության պատերազմ է լինելու։ Հետևաբար նշում է, որ այս կուսակցությունները եռագլուխ հրեշներ են եւ եթե կան պատերազմ, ինքը բուժման կարիք ունի։ Իսկ ինչն է իրենց մտահոգությունը, պարոն Կարապետյան։ Դե իրենց հարցրեք, ես ինչ գիտեմ, վախենում։ եթե հայցի հայտարարությունը չլիներ, դուք քաղաքականություն մտնելու հայտ կներկայացնեիք, որովհետեւ ասել եք քաղաքականությամբ չեք զբաղվելու։ Չէ, յար։ Այսինքն այդ հայտարարությունը ստիպեց Այս անարտարությունները ստիպեցին։ Պարոն Կարապետյան, ժողովուրդ մի բրդեք էլի։ իշխանության գալու Պարագայում գործող իշխանության հանդեպ ինչպիսի վերաբերմունք է լինելու։ Քնեմ այսօր զարթնեմ որոշ։ Պարոն Կարապետյան, Փաշինյանն ասում է ըստեյությամբ Ռուսաստանից է ուղղորդված, որ գաք մասնակցեք քաղաքական ընտրություններին։ Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին։ Ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը։ Պարոն Կարապետյան, ապա սկսել է ձեզ բոմբ դարձնելու գործընթացը իշխանությունները։ Ոչ, այնտենց անլուրջ մարդկանց կներեք։ Հետևից չեն կարող մտնել լողով։